Ուրեմն ես գրի եմ արել են հիմնավորները, որ ներառող հատվածը ներկայացրել է, եթե դրա առանձին անուններով պաշտպանական հարաբերացավ, ես երկար ժամանակ չմտի ձեզանից, ուրեմն նախ հետաքրքիր է կարծում եմ, որ ինքը մեղադրող դատախազը նշում է, որ նախորդ գործում նույնասեռ խոսքերը կամ գրեթե նույն խոսքերը այն խափանման միջոցը, որը ընտրված է եղել, ամբողջությամբ իզոլյու եղել, զսպել բոլոր հնարավոր ռիսկերը, որը թվարկում է եւ նախորդ անգամ թվարկել է մեղադրող դատախազը։ Ուստի այս նույնասեռ կամ նույն գործում երբ որտեղ հանգամանք չի փոխվել, ես տրամաբանություն չեմ հասկանալու, քանդել, որ այս անգամ դրանք չպետք է լինեն։ Ուրեմն նոր ենթադրյալ հանցանք կատարելու մասին, որ եթե մի փոքր հնարավորություն ունենանք, ուրեմն ես ուղղակի հիշեցնեմ, գուցե չգիտեմ որ կանդ նախորդ գործից խափանման միջոցից, փուլերով է փոխվում մեր խափանման միջոցը, առաջին երկու ամիսը կարանից հետո խափանման միջոցը ենթադրում է, որ մենք իրավունք չենք ունենալու առհասարակ վարել մեր հեղինակային պոդքասթը եւ դատավորը դա բացատրում է հանգամանքով, որ գուցե միջավայրը, որ ունենք մեր տարի եւ ավել վարել ենք եւ հաղորդումը, մեզ բերի վիճակի որտեղ մենք պատահական չտիրապետելով մեզ վերադառնանք այն գործողությանը, որը քանդվում է այն բանին, որսի հասկանանք կա այդտեղ թե չկա այդ ներդրանքը, 2 ամիս թե 4 ամիս հետո չեմ սպառնում, մենք այդ հաղորդումը չենք վարել, դրանից հետո, բայց որ եղել են ուրիշ երկրներում, դա արգելված չի եղել եւ երբ դատարանը տեսել է, որ մենք ի վիճակի ենք եւ քննում է ինչ-որ հարց պահել կարգադրությունը, որ արել է դատարանը, մեզ թույլատրեց ուրեմն վարել մեր հեղինակային պոդքասթը։ Դրանից է ամիսներ մենք վարել ենք այդ պոդքասթը եւ չի գտնվել գետ-մեկ խախտում մեր վարելու ընթացքում։ Այսինքն մենք ցույց ենք տվել նաեւ, որ հենց նույն պոդքասթը մենք ի վիճակի ենք վարել, այն պայմաններում երբ քննում է թե այդ բառակազմը հանդիսանում հանցան թե չէ, զեց մնան դրա իրավունքից։ Երբ խափանման միջոցը փոխվել արդեն որը արգելք չի եղել, համարելով, որ այդ բառակազմը չի հանդիսանում քրեականություն եւ առհասարակ քրեական հանցակազմ, անձամբ ես վերադարձել եմ այդ բառակազմին չհատելով, որը խափանման միջոց կրկին, երբ դա եղել է խափանման միջոց, ես ամբողջությամբ կատարել եմ։ Ուրեմն նույն դատախազը, նույն դատարանում այնպես է ստացվել, մոտ մեկ կես տարի առաջ փաստացի պնդում էր, որ իմ Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքը բարձր ռիսկ է պարունակում երկիրը լքելու, արդարադատությունից փախնելու եւ այլն, այդ ժամանակ փաստացի ստացվեց այնպես, որ դատարանը վստահեց, որ ես չեմ գնալու երկարի եւ պրակտիկան փորձ ցույց տվեց, թեպետ ես այդտեղ եմ խոսքում ասել, որ դա իմ համար ամոթալի է, որ ես փախնեմ այս երկրից, ես Ստարյա պայքարում եմ ես ամեն չինեմ, իմ այլն փախ։ Դա բացառված բան է, դատարանը իվակությունից վստահեց եւ մենք տեսանք, որ մինչեւ գործի ավարտը եւ դրանից հետո իդեպ եւս ես ոչ փախել եմ, ոչ պատրաստվում եմ փախել, այսինքն ունենք արդեն իմ օրինակով պրակտիկ փոխում քաղաքացիությունը, որը իմ երկրից լքելու մտադրությունների վրա չի ազդում եւ այդ մտադրությունները չկան եւ բացառվում է, որ լինեն։ Հաջորդի, ուրեմն մեղադրող դատախազը իր բարելով ասեմ, պնդում է, որ ես բնականաբար կփորձեմ հանդիպել ուրեմն վկայի ես դեպքում մեկնա, վկայի հետ եւ ազդել իր վրա, բնականաբար բարակարծում եմ երևակայության ուղղակի ազդեցությունով, դեռ ոչ մի բնական բան ես այդտեղ չեմ տեսնում, հատկապես հաշվի առնելով, որ մեր նախորդ գործող երկու վկաների հետ մենք որևէ կապ չենք հաստատել, ավելին ձեզ ասեմ, գործի ավարտից հետո առաջին ատյանը վերջացավ, քանի որ նախորդ գործող վկաներից մեկը մեր պոդքասթի հետևորդել եւ շատ հավանում էր մեր պոդքասթը, իրան օտար ցանկություն մեզ հետ հանդիպելու, մենք խնդրել ենք հասկանալու իրավիճակը, խնդրել ենք ասել ենք Տաթև ջան, հասկացի, որ դեռ շարունակվում է, այլ ուղղակի խոսակցություններից բանից զերծ մնալու համար, մենք շատ ենք ուզում քեզ հետ ծանոթանալ, շատ ուրախ եմ, որ նման հետևորդներ ունեն, որոնք դատարանում ունենում են այդ խիզախությունը այդ խոսքերով ասել, ու մենք ենք զերծ մնացել, նույնիսկ ընկերական ծանոթանալու։ Մյուս կնոջը անկեղծ ասում, անուններ չեն հիշում, որը կապ այդ կնոջը չեն ունեցել, բնականաբար, այստեղ արդեն բնականաբար, ելնելով նախորդ գործից, որևէ ցանկություն կամ մտադրություն, որ գնալ է այս գործով վկայի հետ, ուրեմն հանդիպել եւ ինչ-որ բան փորձել հասկանալ չկա, մի շարք պատճառներով, այդ թվում ես հերքեն այն, որ իրենց դեմ են խոսում, ես եթե ես ունեմ իրավունք ասել ինչ-որ այստեղ բառով ծանոթացում ուրեմն դեռ ասում նայել եմ զայրացել են, ես կողմ եմ, որ նման բառանտեր չունի, ինչ նման
100,000 մարդիկ զայրանում են ամեն օր եւ դիպում են Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն հետո զայրացել է դե չունի լոզունը շատ մարդիկ զայրանում մարդիկ նամասույցի շփակի տեղ են նորմալ է ես այստեղ իմ դեմ ոչ մի բան չեմ տենում այնքան չի համապրում ցավում եմ Այդ դա ինչ վերաբերում է ՀԿ-ի վրա ազդեցությանը այս 5 դեպք ես ինչ նշել եմ նման այլ բան երկու թեստային մասերի չունեմ